Հարգելի գործընկերներ, անդրադառնալով 2014 թվականի քաղաքական տարուն, պետք է նշեմ, որ տարին բավականին հագեցած է իրադարձություններով, դժվարին տարի էր, հեշտ տարի չէր, եւ պետք է ասեմ, որ այդ տարվա ընթացքում ունեցանք թե նվաճումներ, թե թերություններ, թե ձեռքբերումներ, ինչ չէ նաեւ կորուստներ։ Հանրապետական կուսակցության համար այս տարին հագեցած էր, Հանրապետական կուսակցությունը 2014 թվականին եւս ավարտում է որպես Հայաստանի ամենաառաջատար քաղաքական ուժ եւ կարող ենք արձանագրել, որ 2014 թվականը ցույց տվեց, որ Հայաստանի ամենածանրակշիռ եւ առաջատար քաղաքական ուժը դա Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է։ Դա է ցույց տալիս, թե աշխատանքները պարլամենտում եւ թե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որտեղ շուրջ 123 համայնքներում տեղի ունեցան համայնքապետի ընտրություններ, 85 համայնքում հաղթեցին Հանրապետական կուսակցության թեկնածուները, այսինքն 2014 թվականի թիմ ընտրությունների 68%-ում հաղթել է Հանրապետականը, եթե չեմ սխալվում 5.4 կամ 5.5 Բարգավաճ Հայաստանը հայմատության համար եւ 3.5 Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Անդրադառնալով կուսակցական գործունեությանը պետք է նշեմ, որ տարին բավականին հագեցած էր միշտ կուսակցական կապերի զարգացման առումով, Հանրապետական կուսակցությունը շարունակեց իր կապերի ամրապնդումն ու զարգացումը Եզինե Ռոսիա միասնական Ռուսաստան կուսակցության հետ, տեղի ունեցան բազմաթիվ միասնական կոնֆերանսներ, գիտաժողովներ, ինչպես նաև մենք շարունակում ենք զարգացնել մեր հարաբերությունները մեր եվրոպացի գործընկերների հետ, մասնավորապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության հետ եւ նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ մի շարք կուսակցությունների հետ, մասնավորապես Իսպանիայի ժողովրդական կուսակցության, Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, Հունաստանի նեա-դեմոկրատիա կուսակցության եւ այլ կուսակցությունների հետ։ Եվ ամփոփելով կուսակցական գործունեությունը եւս մեկ անգամ ուզում եմ ասել, որ այո, տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ունի ամենամեծ շանսերը մնալու ամենաառաջադեմ եւ ազդեցիկ կուսակցությունը։ Ինչ վերաբերում է ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին, պետք է նշեմ, որ մեզ համար գերնպատակ է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը։ Եվ այդ առումով այդ առաջնահերթությունները 2014-ին չփոխվեցին։ Եվ հունվարյան դեպքերը, իսկ այնուհետև արդեն օգոստոսյան դեպքերը ցույց տվեցին, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, որ մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը առաջնորդվում է ոչ թե ժողովրդավարական արժեքներով, այլ առաջնորդվում է միջնադարյան սուլթանական արժեքներով։ Ձեռքբերումների մասին խոսեցի, պետք է նշեմ, որ թիվ 1 ձեռքբերումը դա օգոստոսյան դեպքերի ժամանակ համազգային կոնսոլիդացիան էր, համաժողովրդական միասնությունը, քաղաքական ուժերի միասնությունը։ Եվ սա իրոք մեծ ձեռքբերում էր, որովհետև շատ սկեպտիկներ այլ կերպ էին մտածում, բայց մենք եւս մեկ անգամ ապացուցեցինք, մենք ասելով բոլոր քաղաքական ուժերը եւ առաջին հերթին խորհրդարանում ներգրավված բոլոր ուժերը ցույց տվեցին, որ վտանգի պարագայում մենք կարող ենք միավորվել։ Եվ երբ օգոստոսի 4-ին Պաշտպանության նախարար Սեյան Օհանյանը հանդիպեց մեզ հետ խորհրդարանում, մենք պատրաստակամություն հայտնեցինք լինել միասնական եւ մի կողմ դնելով մեր բոլոր տարաձայնությունները, բոլորս հայտնվեցինք նույն խրամատում։ Կորուստը 2014 թվականի իհարկե եղան եւ հիմնական կորուստը դա մեր տղաների կյանքն էր։ Դա մեր հերոս տղաների կյանքն էր, որը այլևս անդառնալի է եւ փառք ու պատիվ այդ տղաներին, ում շնորհիվ մենք այսօր այստեղ նստած ենք եւ ում շնորհիվ է, որ այսօր Հայաստանը աշխարհում կա խաղաղություն։ Եվ երբ որ խոսում էի կորուստների մասին, կորուստը հենց դա էր։ Խոսելով արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին պետք է նշեմ, որ մեզ համար
առաջնահերթ խնդիրներ են մնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև պայքարը ցեղասպանության միջազգային ճանաչման համար եւ ժխտողականության դեմ պայքարը։ Այս առումով բավականին ուշագրավ էր Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գագաթնաժողովում, որտեղ նա հանդես եկավ որպես համահայկական առաջնորդ, որպես ազգային պետական գործիչ եւ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ցույց տվեց ադրբեջանական պրոպագանդայի կեղծ լինելը։ Մասնավորապես, եթե հիշում եք, Նյու Յորքում նախագահը նշեց, որ ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք որ ժամանակին ընդունվել են 90-ական թվականներին, չի կատարում հենց Ադրբեջանը։ Եվ Ադրբեջանի բոլոր պնդումները, որ 4 բանաձևերը ուղղված են Հայաստանի եւ Արցախի դեմ, շինծու են եւ մտածածին։ Երկրորդ, նույն այդ ելույթի ժամանակ Հանրապետության նախագահը նշեց, որ այդ բանաձևերում հստակ նշված է, որ խնդիրը պետք է լուծի բացառապես խաղաղ եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է կապ հաստատեն Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։ Այսինքն, նույն ՄԱԿ-ի բանաձևերը ընդունում են, որ կոնֆլիկտի կողմ ոչ թե Հայաստանն ու Ադրբեջանն են, այլ կոնֆլիկտի կողմ դա Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են։ Եվ պայքարը ոչ թե տարածքային վեճ է, այլ պայքարը ինքնորոշման իրավունքի իրացման խնդիր է, ինչը Ադրբեջանը այսօր չի անում։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնարարցի վերաբերյալ պետք է եւս մեկ անգամ նշեմ, որ ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակն է 2014 թվականին դուրս բերել բանակցային պրոցեսը Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից եւ Սոչի, Նյուպորտի եւ Փարիզի հանդիպումները համապատասխանաբար Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետության նախագահների հանդիպումները Ռուսաստանի Դաշնության նախագահի, ԱՄՆ պետքարտուղարի եւ Ֆրանսիայի նախագահի, այսինքն եռանախագահող երկրների առաջնորդների կամ ղեկավարների կամ դիվանագիտության պատասխանատուների հետ ցույց տվեցին այդ երեք հանդիպումները ցույց տվեցին առաջին խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի եւ բ խնդիրը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում այսինքն պետք է արձանագրենք որ ադրբեջանա-թուրքական տանդեմի նպատակը խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ կարգավորումն էլ իրականացնել Մինսկի խմբի ձևաչափից դուրս չստացվեց։ Անդրադառնալով հայոց ցեղասպանության 100-ամյակին նախագահը օգտագործեց հայրենազրկում տերմինը, նշելով, որ մի ամբողջ ժողովուրդ կամ ժողովրդի մի մեծ զանգված սպանվել եւ ոչնչացվել է իր իսկ հայրենիքում։ Եվ սա ոչ միայն ցեղասպանություն է, այլ սա նաեւ հայրենազրկում է։ Եվ երրորդը, որի մասին կուզեի խոսել, Հայաստանի Հանրապետության նախագահը ցույց տվեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու առաջնորդ է։ Եվ եզդիների հարցը բարձրացնելով ՄԱԿ-ի բարձր ամբիոնից, եւս մեկ անգամ ապացուցեց, որ Հայաստանի իշխանությունների եւ մասնավորապես Հանրապետության նախագահի համար Հայաստանում բնակվող ցանկացած քաղաքացու ճակատագիր շատ կարեւոր է ու առաջնային է։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական այլ զարգացումների, պետք է նշեմ, որ չնայած տարբեր գնահատականներին, մենք տեսնում ենք, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները շարունակելու են զարգանալ, որ թե Եվրամիության պաշտոնյաները, թե Հայաստանի իշխանությունները տարբեր առիթներով ամենաբարձր մակարդակով նշել են, որ մենք պատրաստական ենք շարունակելու քաղաքական երկխոսությունը Բրյուսելի հետ։ Եվ նախագահի այցը եւ մասնակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին դրա վառ ապացույցն էր։ Մյուս կողմից 2014 թվականի ընթացքում մենք շարունակեցինք մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների խորը զարգացումը։ Եւ դրա վառ ապացույցը հանդիսացավ օրերս դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստը, որտեղ դուք տեսաք, որ Հայաստանը արդեն հունվարի 2-ից այլևս դառնում է Եվրասիական տնտեսական միության լիարժեք անդամ։ Հապ շրջանակներում եւս եղան զարգացումներ, Հայաստանը
փորձելու է շարունակել հարաբերությունների խորացումը այդ ֆորմատով իր գործընկերների հետ, իսկ ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, պետք է ասեմ, որ եթե անդրադառնում ենք քաղաքական պայքարին, սովորականի պես հանգարում եմ, սովորականի պես ընդդիմությունը քննադատում էր, իշխանությունը աշխատում էր, որոշ դեպքերում կարող է լինել էմոցիոնալ գնահատականներ, բայց քաղաքական կյանքը դրանից հեռու չէ։ Առանց էմոցիոնալ գնահատականների չի լինում քաղաքական պայքար։ Աշունը, չնայած տարբեր կանխատեսումների, թեժ չստացվեց, ընդունեցին բյուջե, ընդունեցին կառավարության նոր ծրագիրը եւ հիմա կարծում եմ կան նոր առաջնահերթություններ, դա սոցիալական իրավիճակի բարելավումն է եւ դրան է ուղղված եղել, որ հունվարի 1-ից պետք է ենթաթոշակները փոքրիչ ավելանան եւ նաեւ հուլիսի 1-ից դուք տեղյակ եք եղել, որ շուրջ 200,000 պետական ծառայողի աշխատավարձ բարձրացել է։ 2014 թվականը ինքը մարտահրավերներով լի տարի էր, թե արտաքին, թե անվտանգության եւ թե ներքին ճակատներում, բայց պետք է ասեմ, որ բոլոր պլյուսներն ու մինուսները հաշվի առնելով ձեռքբերումները շատ ավելի շատ էին, քան թերությունները, ինչի մասին ես խոսեցի։ Եթե հիմա կունենաք հարցեր, սիրով կպատասխանեմ։ Բան շարունակելով այս տարի փաստորեն նոր կառավարություն ձևավորվում։ Այո։ Ես նշեցի, որ կառավարությունը նոր է ձևավորվել, ասինքն մի քանի ամիս առաջ, եւ կառավարությունը պետք է գործի իր ծրագրի շրջանակներում։ Եվ մենք ընդունել ենք ծրագիր։ Ավելին, կառավարությունը պետք է գործի բյուջեի շրջանակներում։ Դեկտեմբերի ամսվա ընթացքում մենք ընդունեցինք Հայաստանի Հանրապետության 2015 թվականի բյուջեի նախագիծը, եւ դասական առումով, եթե ազգային ժողովը, պարլամենտը ընդունում է կառավարության ծրագիրը, կողմ է քվեարկում եւ այնուհետեւ ընդունում է բյուջեի նախագիծը, նշանակում է, որ պարլամենտի մեծամասնությունը, քաղաքական մեծամասնությունը վստահում է կառավարությանը։ Մենք կարծում ենք, որ միասնական ուժերով, բոլորս միասին այս կառավարությունը իզրու է լուծել իր վրա դրված պարտականությունները։ Բայց բացթողումները ես ասեցի, բացթողումները ոչ միայն կառավարության, բոլորիս բացթողումներ, բոլորիս թերությունն է, որ Հայաստանում դեռևս կան աղքատներ, որ Հայաստանում կան գործազուրկներ, որ Հայաստանում կա արտագաղթի միտումներ, բայց դրա համար ոչ թե պետք է գեղեցիկ խոսել, այլ դրա համար պետք է ներկայացնել եւ մշակել ծրագրեր։ Ինչը ես այս դարեջում բազմիցս եմ նշել, մեր ընդդիմադիր գործիչների եւ ոչ իշխանական գործիչների մեծամասնությունը չարեցին։ Բացառությամբ 1-2-3 падգամավորի անունները կարող եմ տալ՝ Միքայել Մելքումյան, Արծիկ Մինասյան, Հրանտ Բագրատյան, ես որպես ազգային ժողովի փոխխոսնակ չեմ լսել առարկայական կոնկրետ առաջարկություններ այլ քաղաքական ուժերից կամ այլ քաղաքական գործիչներից։ Դրա համար քննադատելը գրոշ չարժե, եթե դու չունես ծրագիր այլընտրանքային։ Բոլորս էլ կարող եք քննադատել, բայց քննադատելու այլընտրանքը դա ոչ թե լռելն է, քննադատելու այլընտրանքը դա այլընտրանքային ծրագիրն է, ինչը ընդունված է բոլոր ժողովրդավարական երկրներում։ Բյուջեի այլընտրանքը դա այլընտրանքային բյուջեի նախագիծն է։ Կառավարության ծրագրի այլընտրանքը դա այլընտրանքային կառավարության ծրագիրն է եւ ստվերային կառավարությունը։ Այդ իմաստով պետք է նշեմ, որ մեր ընդդիմությունը, մեր ոչ իշխանական ուժերը հեռու են կատարյալ լինելուց։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ դրական ավելի շատ է եւ գոնե այս կառավարությունը մի շարք հարցեր կար, որտեղ հաջողեց եւ դրանից ամենակարևորը, որը ակնառու է, դա կൂട്ടակային կենսաթոշակների հետ կապված բարեփոխումներ, որը լսեցին հասարակության ձայնը, քաղաքացիական ակտիվիստների ձայնը եւ բարեփոխվեց այդ օրենսդրությունը եւ մենք տեսանք, որ չեմ կարծում ոչ բոլորը, բայց գոնե այդ միտինգ անող երիտասարդների մեծամասնությունը հաշվի առնելով նաեւ այն հանգամանքից, որ այսօր չկան այդ հարցով ցույցեր, երթեր, հանրահավաքներ, բավարարված է։ Այսինքն խոսում է այն բանի մասին, որ իշխանությունը չտարբերեն կառավարություն, ազգային ժողով, մենք բոլորս մեկ թիմի անդամներ ենք եւ ես շատ բացասաբար եմ վերաբերում այդ գնահատականներին, երբ որ հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին փորձում են արհեստականորեն տարբերակել ազգային ժողովի մեծամասնության, ֆրակցիայի ներկայացուցիչներ, ազգային ժողով եւ կառավարություն։ Մենք բոլորս մի թիմ ենք, որը ունի մեկ ղեկավար, եւ մեր բոլորից ղեկավարը Սերժ Սարգսյանն է, կուսակցության առաջնորդը։ Համեցեք։ Բարձր խոսեք, ներողություն չլսես։ Ժողովրդի համար
Ժողովրդի համար է։ Ժողովուրդ կարծում եմ յուրաքանչյուր հայ մարդու համար գլխավոր ձեռքբերում է վտանգի ժամանակ, երբ որ իրոք կար եւ շատերը Հայաստանում արդեն մեկը բարձրաձայն, մեկը ոչ բարձրաձայն շշուկով, բայց որևէ մեկը չգիտեինք օգոստոսին դեպքերին ինչ պետք է հաջորդի, մենք տեսանք, որ դա ժողովրդի կոնսոլիդացիան էր, հասարակության կոնսոլիդացիան էր, քաղաքական ուժերի կոնսոլիդացիան էր։ Ես կյանքում էի Հայ ազգային կոնգրեսի խմբակցություն գնացել, բայց այդ պահին ժողովրդի շահը պահանջեց կամ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները ներշ որ հաճախակ եկել են իմ աշխատասենյակ, բայց այդ պահին մենք կարողացանք բոլորս մի կողմ դնել տարաձայնությունները եւ միասնական հայտարարության տեքստի վրա աշխատել, իսկ այնուհետև արդեն միասնաբար գնալ առաջին գիծ, որովհետև մեր հանրությունը ուներ դրա կարիքը։ Հանրությանը արդեն երկրորդական էր, ով է հանրապետական, ով է բարգավաճ, ով է դաշնակցական, ով հակական, ով օրինաձևական, ով ժառանգական։ Կուլտուր ավարտեմ։ Եվ այդ իմաստով կարծում եմ, որ գլոբալ առումով բոլորիս համար թիվ 1 ձեռքբերում այդ միասնությունն էր, որ մենք պետք է գիտակցենք, որ մենք բոլորս մի նավի անդամներ ենք։ Եվ ինչպես այդ օրերին իմ ընդդիմադիր գործընկերներից մեկը շատ ճիշտ նշեց, վտանգի ժամանակ մենք պետք է լինենք խրամատում եւ մի կողմ դնենք մեր տարաձայնությունները։ Իսկ կորուստները, ելի յուրաքանչյուր հայ մարդու համար կորուստը դա մեր տղաների կյանքից շուտ հեռանալն է, մեր տղաների զոհվելն է, ինչպես նաեւ մեր ուղղաթիռի տղաների զոհվելը։ Հասկանում եք, մարդկային կյանքն է անդառնալի։ Մնացած բոլոր հարցերը դժվար են։ Այս երկրում չէ, մեր երկրում։ Բոլորիս երկիրն է։ Ինչ շահեց, ինչ գլխավոր ձեռքբերումներ ունեցավ, հատկապես տնտեսական։ Ես ասեցի, ուշադրի չեք, 200,000 մարդու աշխատավարձ է բարձրացել, դա լավ է թե վատ, լավ է։ Երկրորդը, 2015 թվականից կենսաթոշակները ավելանալու են։ Կարողա չնչին է, բայց լավ է թե վատ, իհարկե լավ է։ Եվրասիական տնտեսական միություն ենք մտնում, որը շուրջ 170 միլիոնանոց շուկա է եւ որը հնարավորություն է ընձեռում մեր տնտեսվարողին արտահանել իրենց ապրանքներից, եթե դա բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ, հետեւաբար նաեւ նոր հարկեր մեր պետբյուջե, հետեւաբար նաեւ նոր աշխատատեղեր։ Դա լավ է թե վատ, իհարկե լավ է։ Թերությունները դա տնտեսական աճի ոչ ցանկալի մակարդակն է, որը հիմա մենք կարող ենք երկար վիճել դրա մասին, կարող ենք այստեղ կան եւ օբյեկտիվ պատճառներ եւ սուբյեկտիվ պատճառներ, բայց ես հիմա դրա համար չեմ եկել, որ մենք նստենք դրա։ Իհարկե, մենք բոլորս ցանկանում ենք շատ ավելի լավ, պայծառ եւ ուժեղ Հայաստան բոլոր առումներով, բայց դրա համար պետք է եւ իշխանությունը լավ աշխատի եւ ընդդիմությունը լավ աշխատի եւ մենք բոլորս 10-4-ից տարբերակ ենք։ Խոսքը սրա մասին է։ Եթե ցանկություններով խոսենք, իմ ցանկությունը շատ ավելի մեծ է, քան ընդդիմության իմ գործիչների ցանկությունը։ Ես էլ կցանկանայի, որպեսզի բոլորիս աշխատավարձը, մեր հասարակության աշխատավարձը, մեր հանրության, մեր տատիկ-պապիկների աշխատավարձը ոչ թե 14%-ով բարձրանային թոշակներ, այլ 114%-ով։ Բայց քննադատողը պետք է տեղը ցույց տա։ Թե չէ ռետորական տես կարծիք ասելով սենց կանենք, նենց կանենք, տեղը պետք է ցույց տան եւ իսկ տեղը դա անլուրջ է, երբ որ դու ունես ծրագիր։ Երբ որ դու ծրագրով կներկայացնես, սա փաստ է։ Եվ ինչի մասին եմ ուզում նաեւ վերջում խոսել, ես համաձայնեցի, որ այլընտրանքային ծրագիր գլոբալ առումով չկա նաեւ մեր փակ քննարկումների ժամանակ, երբ որ մենք քննարկեցինք գնաճի խնդիրը։ Երբ որ չկա այն տեսախցիկներ, ես մի առիթով եմ ասել, պատգամավորների մի մասը, ովքեր որ հայտնի են իրենց բոցաշունչ ելույթներով, լքեցին դահլիճը։ Այստեղ կան լրագրողներ, ովքեր լուսաբանել են այդ նիստը միջանցքներում աստիճանների վրա նստած, մինչև ժամը 11-ը, եւ իրենք կարող են վկայել, երբ որ նիստը ավարտվեց 10-12 րոպե, դուռը բացվեց, ովքեր էին դահլիճում եւ ովքեր դահլիճում չէին, ովքեր իրենց հերթին սպասեցին։ Ես չեմ ուզում մի դատի, որ չդատվեց, բայց ես դատավոր չեմ, ես փաստ եմ արձանագրում։ Կային բազմաթիվ ժողովրդահաճո հայտարարություններ անող գործիչներ, ովքեր նույնիսկ չմնացին, որպես իրենց հարցը հնչեցնեն, որ պատասխան լսեն։ Երեք ինչ կա, միշտ էլ անելիք կա, որ պահին մենք ասենք, որ մենք ինչ հնարավոր է արել ենք, ուրեմն մենք այլևս մեզ սպառել ենք, Շաքե ջան։
եւ ազգային ժողովի աշխատանքներում, եւ տնտեսական իրավիճակի բարելավման առումով, եւ արտաքին քաղաքական, եւ միջկուսակցական կապերի, բոլոր առումներով, սկսած իմ աշխատանքից, որպեսզի որևէ մեկը չվիրավորվի։ Կան որ պահի մարդը կապ չունի ինքը ինչ գործունեությամբ զբաղվում, գտնում է, որ ինքը ինչ որ կարող է ինքը արդեն անում է, ուրեմն ինքը սպառված գործիչ է, ինքը պետք է գնա թոշակի։ Կան բազմաթիվ թերություններ, եւ մենք պետք է դա շտկենք, կան բազմաթիվ խնդիրներ, որ պետք է ավելի միասնական լինենք, եթե այսօր 10 ժամ ես աշխատում, պետք է 12 ժամ աշխատես, պետք է ավելի ուշադիր լինենք, պետք է ավելի շատ գնանք մարզեր, ավելի շատ հանդիպենք ժողովրդի հետ, պետք է մեր արած գործ, ինչ արած գործը տեղ հասցնենք մեր հանրությանը, իհարկե կան խնդիրներ, պետք է կիսվել ժողովրդի հետ, չփախնել ժողովրդից, ճիշտ ասել, բազմաթիվ խնդիրներ կան, բայց այս բոլոր խնդիրներով հանդերձ ես եւս կարծում եմ, որ հանրապետական կուսակցությունից ավելի լավ, կոնկրետ եմ ասում, չկա այլ քաղաքական ուժ, որը կարող է իրականացնել բարեփոխումներ։ Շատ դժվար է լինել իշխանություն, որովհետև իշխանությունը ինքը առաջին հերթին պատասխանատվություն է։ Քո երկրում ինչ որ կատարվում է, պատասխանատուն դու ես։ Մեկ օրինակ բերեմ, խնդրում եմ այս պահը նկարեք։ Մեկ օրինակ բերեմ։ Երբ որ գնաճը իջավ, երբ որ դոլարը իջավ, հայտնվեցին քաղաքական ուժեր, որոնք իրենց պատկանող կայքերում շտապեցին բարձրաձայնելու, որ դա իրենց շնորհն էր։ Հասկանում ես, եթե իրանք այդքան մեծ ազդեցություն ունեն պարլամենտում, 66 զեն չունեն, ոնց կարա, եթե ցանկանան անել 66 հոգի է պետք։ Ասիկա պարզ է, չէ՞ որ դա բլեֆ էր։ Բայց եթե իրանք այդքան ուժեղ են, իրանցից այդքան բան կախված է, ուրեմն պետքա գնաճի բարձրացումներ, տնտեսական անկումներ, ուրեմն պետք է իրանց հետ կապենք։ Եթե, չէ, հակառակ դեպքում Քենեդին էր ասում. հաղթանակը ունի բազում ծնողներ, պարտությունը որբ է։ Հանրապետականը եւ հաղթանակի տերն է, եւ պարտության տերն է։ Մենք անկեղծ ենք։ Մենք չենք ասում մենք ամենազորն ենք։ Մենք անկեղծ ասում ենք այո կան թերություններ։ Մենք եւ լավի տերն ենք եւ վատի տերն ենք։ Եթե կան մեր երկրում խնդիրներ, այո, առաջին պատասխանատուն իշխող քաղաքական ուժն է։ Բայց մյուսները թող քանդրբադություն չանեն։ Բիզնես լավ գիտես ովքեր են, որ ասում են, հենց հավաքվեցինք մենք, դոլարն իջավ, գնաճն էլ նորմալացավ։ Դե եթե այդքան իրանք ուժեղ են, այդքան իրանք կարող են, թող տնտեսական աճեն, հավաքվեն տնտեսական աճ ապահովեն։ Դրա համար եմ ասում, հաղթանակը բազում ծնողներ ունի, դա հաղթանակ չի, ես սիտետի Քենեդի ունի, ես հաջողություն է։ Ուրեմն ես ասում եմ գելի գլխի նավետարան են կարդում, ասում եմ շուտ արա ոչխարը սարն անցավ, հիմա քոնն է։ Ես մի ժամ ասում եմ մեր բոլորից ղեկավարը եւ վարչապետի եւ իմ եւ ազգային ժողովի հանրապետության նախագահն է, մեր կուսակցության ղեկավարն է։ Եվ բոլորս կատարում ենք հանրապետության նախագահի հանձնարարականները եւ չէր լինի այդ դրական միտումները, եթե չլիներ հանրապետության նախագահի հետևողական աշխատանքը։ Եվ արհեստականորեն մեր թիմի մի անդամին իր ղեկավարի հետ հակասության մեջ մի գցեք։ Մենք բոլորս մի օրգանիզմ ենք, որը իրականացնում են նախագահի ղեկավարած քաղաքականությունը։ Ես պատասխանեցի։ Այո, ներողություն, ես կարևոր բան մոռացա ասեմ, որ այո, ցեղասպանության հետ կապված պետք է նշեմ, որ Հունաստանի պարլամենտը ընդունել ժխտողականության դեմ օրենք, եւ դա շատ կարևոր է։ Ես չեմ բացառում, ես ուզում եմ ձեզ հետ կիսվել, մենք ունենք արդեն որոշակի պայմանավորվածություններ մեր եվրոպացի գործընկերների հետ, որ Եվրոպայում կա մի երկիր, որը շատ հավանական է, որ 2015 թվականի ընթացքում կընդունի ժխտողականության դեմ եւս մեկ օրենք։ Հայկ իմ կուրսընկերն է, ես իրան ինքը իմ հետ այդ թեմայով չի խոսել, ես իր հետ կխոսեմ, կտեսնեմ այդ ովքեր են։ Մասնավորապես եք ասում, որ Աշոտ Մելքոնյանը Ես Աշոտ Մելքոնյանն եմ շատ լավ ճանաչում, հայկն էլ ես կարծում եմ, որ
գիտական վեճը պետք է լուծվի գիտական մակարդակով եւ իմ կարծիքով եւ Աշոտ Մելքոնյանն է հայրենացել եւ պարկեշտ եւ պրոֆեսիոնալ անձնավորություն, որպես պատմաբանել կարող եմ ասել եւ Հայկ Դեմոյանը, բայց լինում են դեպքեր, երբ որ մարդիկ ինչ-որ բան պատմաբանները չեն գիսում։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ բոլորս պետք է բոլոր ելույթների մեջ պահպանեն կոռեկտություն։ Ես չասեցի, Աշունը թեժ չէր։ Եթե երկու միտինգը թեժ էր, եթե Աշունը թեժ լիներ, դուք հիմա այստեղ չէր լինի, կլիներ Ազատության հրապարակում։ Լավ, Աշունը թեժ չէր, հիմա փաստորեն Նիկայք Ծառուկյանը հունվարի 20-ին խորհրդաժողով է հրավիրում եւ դրանից հետո Լավ է անում։ Յարյակի մասնակից անդամներ ասում, որ նորից սկսել են մանավանդ։ Ինչ է կարծում, Գարունը թեժ կստացվի։ Ես 95 թվականից 94 թվականից ավելի ճիշտ ակտիվ քաղաքական պրոցեսներին հետևում եմ։ 2003 թվականից այդ պրոցեսների մեջ եմ։ Ես չեմ հիշում մի քաղաքական աշուն կամ գարուն, որից առաջ չեն ասել, որ պետք է աշունը թեժ լինի կամ գարունը թեժ լինի։ Ինչ վերաբերում է ձեր նշած պերսոնայի հայտարարած միտինգներին կամ հավաքներին։ Մեկ անգամ չէ, որ նշել եմ։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ազատ քաղաքական մրցակցության կողմնակից է։ Մենք կողմնակից ենք, որպեսզի մեր երկրում ժողովրդավարական պրոցեսները զարգանան միայն ու միայն ժողովրդավարական եւ օրինական հունով։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք որ կլինեն օրենքի շրջանակներում, բնականաբար դրանք անկախ նրանից մենք դրա հետ համամիտ ենք թե չէ, դրանք ընդունելի են, որովհետեւ դրանք մտնում են խաղի կանոնների մեջ։ Բոլոր այն ելույթները, բոլոր այն երևույթները, որոնք որ չեն մտնում թե քաղաքագիտական, թե ժողովրդավարական եւ թե օրենսդրական նորմերի մեջ, բնականաբար ընդունելի չեն։ Եվ իրենց խնդիրն է, ես չեմ մտնում, մեկնաբանի ինչ ունի։ Լավ, փաստորեն ֆինանսական շուկան տեղի իրադարձություններից հետո, երբ ամեն ինչ նորմալացավ, դեռևս ասում են, որ չարաշահումներ կան, բայց դեռևս փաստորեն պատասխան տվողներ չկան։ Ես չեմ այն պաշտոնյան, որ պետք է ձեզ դրա մասին խոսեմ, կառավարությունը բավականին հրապարակային աշխատում է, մրցակցային հանձնաժողովի նախագահ այսօր ես տեսա ասուլիս է տվել։ Ուրեմն անկախ կուսակցական պատկանելությունից, եթե մարդ քաղաքացի օրենքի խախտում է թույլ տալիս, պետք է պատժվի։ Բայց միևնույն ժամանակ ժողովրդավարության հայտնի առանցքների, ասենք աքսիոմներից մեկը նաև այն է, որ կա ամեղության կանխավարկած։ Մենք բոլորս երբեմն վերցնում ենք մեր վրա դատավորի կամ դատախազի ֆունկցիա։ Դրա համար կա դատարան։ Եվ մեղադրյալն էլ ունի փաստաբանի իրավունք։ Գրեք ոչ մեկը մեր վրա դատավորի կամ դատախազի ֆունկցիա չվերցնել, միևնույն ժամանակ ճիշտ նշելով, որ բոլոր այն գործիչները, բոլոր այն քաղաքացիները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, բարեկամական կապերից, ծագումից, խնամիական կապերից, եթե օրենքը կխախտեն, ցանկացած երկրում պետք է պատժեն։ Եթե օրինական են, օրինապար գործունեություն են իրականացնում, անկախ նրանից նրանք հանրապետական են, թե այլ կուսակցության ներկայացուցիչ են, թե քաղաքացի են, որը չի հետաքրքրում քաղաքականությամբ, նրանց պետք է պաշտպանի հենց օրենքը։ Հունվարի 20-ի հետ հավատացեք, կարծիքով քաղաքական իրավիճակը կփոխվի։ Չեմ կարող ասել, ես ինչ իմանամ այդ ինչ հավաք է։ Մի հատ հավաքը կլինի կտեսնենք։ Ես դեռ մեկսի չգիտենք ինչ հավաք է, օրակարգը ինչ է, ովքեր են հավաքվելու, ինչ են անելու։ Մենք ունենք մեր օրակարգը։ Մենք ունենք մեր օրակարգը եւ մենք շարժվելու ենք մեր օրակարգով։ 2015 թվականի հիմնական օրակարգային խնդիրը դուք գիտեք, դա 100-ամյակն է առաջինը, արտաքին քաղաքականության մեջ Արցախի հանրապետության միջազգային ճանաչումը, ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարը, մեր ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանը, տնտեսական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների շարունակումը Հայաստանի ներքին քաղաքականության մեջ եւ նաեւ ժողովրդավարության զարգացումը, խոսքի իրավունքների բազարության զարգացումը։ Ձեզ հրավերությունն է մասնակցելու։ Ինձ անձամբ այդքան մի ամիտ եք, որ իրանք ինձ հրավիրեն։ Ինչքան պետք է իրանց տեղը նեղ լինի, որ ինձ հրավիրեն։ Իսկ բան շարունակել։ Չէ, կատակով եմ ասում, չի եղել։ Ինչքան գիտեմ, չի եղել։ Ասեք կազիկը շուկայում դուք սպեկուլյացիա տեսնում եք։ Ես մեքենա չեմ վարում, չեմ կարող ասել իմ ծառայողական մեքենան չէ, իմ ծառայողական մեքենան էլ բենզինով է։ Բայց այն գործիչները, ովքեր որ ասում են, խոսքը նաև պատգամավոր գործընկերների մասին, ես իրավունք չունեմ նրանց չհավատալու։
Հասկացաք ինչ ասեցի։ Այո։ Այս նիստում չէ, բայց նախորդ նիստում մենք անդրադարձել ենք, քանի որ անմիջապես այդ իրավիճակից հետո էր նախորդ նիստի ընթացքում բնականաբար մենք դա քննարկել ենք այդ հարցը, մեզ էլ է մտահոգում այդ հարցը, իշխանություններին ամենաբարձր մակարդակով մտահոգում է եւ նաեւ ձեզ հավաստիացնում եմ որպես ազգային ժողովի փոխխոսնակ, որպես հանրապետական կուսակցության ղեկավար մամլի ներկայացուցիչ, որ իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի մեր երկրում անհարկի սպեկուլյացիաներ, անհարկի թանկացումներ, գնաճ, ես չգիտեմ, դոլար դրամի անհարկի արհեստական խնդիրներ չառաջանա։ Ցանկացած արհեստական ու անօրինական գործունեություն խստագույնս պատժվելու է եւ կանխվելու է։ Սա օբյեկտիվ պատճառ է, բայց կա նաեւ օբյեկտիվ պատճառներ, որոնք որ կապված են նավթի գների հետ, դոլար-ռուբլի հարաբերության հետ եւ դուք պետք է գիտակցեք, որ Հայաստանի Հանրապետությունը ապրում է դիոգենեսյան տակառում չի ապրում, մենք ապրում ենք գլոբալացված աշխարհում եւ շատ դեպքերում արտաքին աշխարհում թե դրական եւ թե բացասական միտումները մեր վրա ազդում են, բայց այն որ հանրապետության իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի անհարկի եւ անօրինական սպեկուլյացիաներ, գնաճային երևույթներ, թանկացումներ չլինեն, որ փաստ է եւ մեր խնդիրը պետք է լինի, որպեսզի աշխատավարձների բարձրացումը, սոցիալական նպաստներ, այսինքն ավելի արագ լինի, քան թե գնաճը։ Այսինքն մարդու եկամուտը մեր խնդիրը սա է, որպեսզի գնաճը ավելի առաջանցիկ չլինի, քան թե մարդու եւ քաղաքացու եկամուտը։ Եվ մեր դրանով է պայմանավորված նաեւ, սիրելի Սիրանուշ, որ այս բյուջեով 2019 թվականի բյուջեով մեր ծախսերի շուրջ 47%-ը ունեն սոցիալ մշակութային ուղղվածություն։ Նշանակում է, որ իշխանությունը մեծ նշանակություն է տալիս սոցիալական խնդիրների լուծմանը եւ չի ապրում ջայլամային քաղաքականությամբ, տեսնում է, որ կա խնդրեմ եւ շիտակ, հստակ ժողովրդին ասում է, ժողովուրդ ջան, այսօր կարող եմ սա լուծել, վաղը կարող եմ նա լուծել, այլ ոչ թե չի ասում, եթե ես գամ, բոլոր հարցերը կլուծեմ։ Մենք չենք խաբում։ Ես կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցելով ոչ միայն սոցիալական վիճակը պետք է բարելավվի, այլ Եվրասիական տնտեսական միության անդամակցումը Հայաստանի Հանրապետությանը տալիս է լրացուցիչ հնարավորություն տնտեսության զարգացման համար եւ նաեւ ոչ քիչ գումարների ներհոս մեր պետական բյուջե։ Շնորհակալություն ստեղծում ձեզ։